Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակիցը այսօր քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանն է, բարև ձեզ պարոն Մնացականյան։ Բարև ձեզ Աննա։ Պարոն Մնացականյան, արդեն հայտնի է Երևանում հերթական խոշոր նախագծի մեկնարկի մասին, Տիգրան Ավինյանը հայտարարեց Նորագյուղում մինչև 70 հարկանի երկնաքերերի կառուցման մասին։ Նախ հարկայնության մասով ինչ եք մտածում։ Մտածում եմ, որ հարկայնությունը իրական այդքան վախենալու չի, ինչքան վախենալու է այդ ամբողջ կոնստրուկտիվ կամ ինժեներական մասը, էլ չասած, որ մենք տարբեր առիթով կարծեմ խոսացել ենք դրա մասին, որ անվտանգային առումով, սկսենք ասենք օրինակ հրշեջ մեքենաները, եթե չեմ սխալվում, ընդամենը Երևանում մի հատ մեքենա կա Ճապոնիայի կառավարության նվերը, որ 16-րդ հարգիզերով չի կարողանում, եւ այդ մեքենան է վատ է աշխատում։ Բնականաբար դեռ ժամանակ կա բերելու համոզված եմ արդեն կառավարությունը, որ տենց սկսում են քննարկել, երևի հաստատ այդքան գումարի մեջ այդ մեքենաներն է կբերեն, բայց դա ամենակարևոր հարցն է։ Սեյսմիկայի վերաբերյալ ես իմաստը լավ չեմ հասկանում, որովհետև այդ բարձրահարկերը կառուցման են տեղերը, օրինակ որ շատ խիտ բնակեցված են, հա, ասենք Սինգապուրի նման, Հոնկոնգի նման եւ այլն, կամ քաղաքավոր ամբիցիաներ ունի։ Լավ է որ Երևանը ամբիցիա ունի, բայց Երևանը ոչ թե պետք է քաղաքաշինական ամբիցիա ունենա, Երևանը պետք է ավելի շատ կյանքի լավ որակի կառուցելու ամբիցիա ունենա, որ այդ մյուս միջազգային ֆիրմաներ զենան կան Երևանում գրասենյակ բացեն, որտեղ եթե դու հույսը նայա որ Երևանի գրասենյակ, Երևանում այդքան գրասենյակային տարածք, ասած 1, 2, 3 հատ բիզնես կենտրոն կարող է պետք լինի, բայց երբ որ գները նայում եք օրինակ վերցնենք որպես ամենաթանկ բիզնես կենտրոն հրապարակին, չգիտեմ, որն է, կամ առնա մեկն է մյուսն է եւ ավելի տեսեք որ իրանք այդքան ծանրաբեռնված չեն, եւ եթե քաղաքում չկան օրինակ օլիմպիադա չի նախատեսում 10 տարուց կամ եւ այլն 5 տարուց ինչ որ մեծ սուպեր միջազգային բաներ, ես կարծում եմ որ անիմաստ է այս պահին այդքան ռեսուրս ծախսել եւ 84 հեկտար, դուք պատկերացնում եք այդ ինչի վա, որ դուք պատկերացնեք Երևանցիներ 84 հեկտար, ամբողջ կոնդը որ 100 տարի չեն կարողացել կառուցապատել, 17 հեկտար է, որ ասենք մեր բուսաբանականագին 30 հեկտար է, եկներ 80 հեկտար է համարժեք կառուցապատում։ Այն դեպքում չեն կարող բուսաբանականագին այս վերցնենք 2018 թվականից հետո մեծ խելքը գլխին քանի տարի անց 8 տարվա մեջ չեն կարողանում բուսաբանականագին բարեկարգին գուրմանած նման կառուցել։ Այսինքն նման մեծ ծրագրերի համար պետք է շատ մեծ տնտեսական շարժ, խթան, ինչ որ մի բան կատարվի, ոնց որ ել եմ ասում օլիմպիադան, բայց այստեղ հարց ուրիշ է, եթե վերցնենք ինքը տենց Դուբային համարժեք ծրագիր են ուզում անեն առանց ունենալու Դուբայի համարժեք տնտեսական մեծ այդ պոտենցիալը, բայց Մոսկվայի օրինակով եթե բերենք որպես ռեգիոնալ մայրաքաղաքներից լավագույններից այդ սիթին, որ Մոսկվան կառուցել է, որ դուք պատկերացրեք այնտեղ մոտավորապես մի 10 շենք է, 60-ից 70 հարկանի, բայց ամեն մի քանի տարին մեկ են կառուցում։ Եվ այնտեղ այդ միլիարդանոց կամ ասենք Գազպրոմը կարողան թույլ տա մի հատ շենք, մի հատ մեծ ինչ որ միլիարդանոց։ Մենք գիտենք որ միլիարդանոց կամպանիաներ չունենք, այսինքն ամենալավերը ոնց որ սերվիսի տանն է, ինքը շատ լավ տեղավորվել է մի հատ փոքր այդ կասկադում հայ իրանց գրասենյակում։ Այստեղ ինչ որ կարծում հաշվարկների հարց կան եւ ինչ որ մի բան ճիշտ չի հաշվարկվել ես կարծում եմ։ Այստեղ դեռ շատ, այսինքն պետք է մասնակցային լինի։ Պետք է սկսենք ասում մենք, բայց նկատում քաղաքապետարանը եւ կառավարությունը պետք է սկսի առաջերտին քննարկել երևանցիների հետ եւ բնականաբար մասնագիտական եւ ինչ որ գիտական եւ այլն վերլուծություններ լինեն այդտեղ, որը կարծում չկա։ Իսկ առհասարակ դաունթաունի թաղամասի, հա, ընդգրկվածության մասին տվյալ տեղանքում ինչ կարծիք ունեք։ Արդեն կա քննադատություն, որ այն կարող է հավելյալ ծանրաբեռնվածություն առաջացնել քաղաքում եւ խցանումներ առաջացնել։ Աննա ջան, ես ձեզ ասեմ, նախ ես չեմ տեսել իրական ծրագիրը, իսկ ինձ թվում է որևէ մեկը չի տեսել։ Ասենք համոզված եմ Երևան նախագծում պրոյեկտում չկա քաղաքապետարանի ավականո անդամները, որևէ մեկը չի տեսել։ Ասենք տեսել են էսքիզ, հիմա ասենք նույն բանը ավելի լավ մենք արանք հիմա օրինակ Երևանի տարբեր դիզայներական եւ այլ ֆիրմաների հետ մենք անում ենք ոնց որ արհեստական բանականության շնորհիվ, հա, տարբեր օրինակ Երևանի մայթերի լայնացման, չգիտեմ կենտրոնի, որ տարբեր տարիներով մենք ունեցել ենք։ Մենք էսքիզ ենք տեսել, մենք նախագիծ չենք տեսել։ Բայց այստեղ մի հատ շատ նուրբ հարց կա։ Գիտեք, չի կարա Երևանի նման քաղաքը, որ այդպես երկար պատմություն ունի եւ իրական ոնց նշեցիք շատ հարցեր ծանրաբեռնված հատկապես տրանսպորտով, առաջ գնա առանց հստակ ռազմավարական եւ ավելի ճիշտ կախված լինի քաղաքապետի կամ վարչապետի քաղաքական նկրտումներից, կոնյունկտուրայից, լավ ասած ասեմ։ Մենք պետք է ունենանք ռազմավարական մաստեր պլան, մինչեւ այդ մաստեր պլանը չլինի, չի կարելի թողել Երևան քաղաքում անգամ 1 հեկտարա տրամադրել նման ծրագրերին, հասկանում եք։ Քաղաքից դուրս, այսինքն հատկապես կենտրոնից եւ ընդհանրապես, ասենք դեպի Նուբարաշեն, խնդրեմ կարող եք անել, չգիտեմ, դեպի օրինակ Մասիս գնացող հատվածում, հա, կամ դեպի անգամ Կոտայի գնացող հնարավոր է ծրագրեր
բայց նորագյուղում, որտեղ ինքը նորագյուղը կենտրոնն է, երբ որ քարտեզով դու հասկացել ես դա կենտրոնն է, իհարկե դա փոքր կենտրոն չի, բայց դա խնչի հաշվին, ինչի համար է պետք, մենք դա վերլուծություն է պետք։ Մենք օրինակ քաղաք եւ որպես Երևանցի եւ քաղաքական պլանավորող ուրբանիստ, ես ուզում եմ հասկանամ, ով է ինչա դրա հետևից, որտեղ է ծրագիրը ականում սկզբում չի, ծրագիրը դեռ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ժամանակով էր կար։ Ես հիշում եմ Մոսկվայից գալիս էին, եթե չեմ սխալվում, Մոսկվայի քաղաքապետը Լուշկովներ եկեն, գնացեն, նայել էին, ինչ որ կարծեմ իրացումներ եղան, թե չեմ հիշում մոտավորապես, շատ աղոտ եմ հիշում։ Բայց անգամ այդ ժամանակ մի 10 հատ հաղորդում եղավ ճարտարապետների միությունում համոզված եմ քննարկումներ եղել եւ այլն։ Մեզ երևանցիներին պետքա տեղեկացնեն ինչ է պլանավորվում եւ ինչ գնով։ Երևանում էլի է հայտարարվել երկնաքերերի կառուցման մասին, նույն հայփոստի արդեն նախկին շենքի փոխարեն 50 հարկանի երկնաքերի մասին, Օրբելի Բաղրամյան խաչմերուկում 35 հարկանի 5 երկնաքերերի մասին, որի շուրջ եւս քննարկումներ բազմիցս եղել են։ Ընդհանուր առմամբ ինչ եք կարծում դուք որպես քաղաքային պլանավորող, Երևանը երկնաքերերի քաղաք կարող է դառնալ, թե ոչ։ Երևանը կարող է շանս ունի դառնալու, բայց գիտեք, ուրբանիստների մոտ այս բան կա, որ ասում են օրինակ լավ երկրներ, լավ քաղաքներ միշտ չէ որ կառուցվում, բայց լավ քաղաքները միշտ լավ երկրներ հնարավորություն են կառուցելու։ Այսինքն ինչքան կարևորարվի Երևանի դերը, ես մենակ ուրախ եմ։ Ես ուրախ եմ Երևանում լավ ծրագրեր լինեն։ Բայց մենք հիմա չենք տեսել որևէ դրական տեղաշարժ 8 տարվա մեջ, որևէ հարցում անկեղծ եմ ասում, դա կլինի, չգիտեմ, լավ սոցիալական, մշակութային, Երևանը որևէ, այսինքն Երևանում նոր թանգարաններ չեն բացվել, նոր այգիներ չեն եղել, նոր մետրոյի կարան, որ հիմա բազմաչարչար է, Աջափնյակի եւ այլն։ Մենք տեսել ենք խոստումներ, բայց այստեղ վատը նա է, որ այստեղ մասնագետի հարցել կա։ Այսինքն մեր ամենայն հարգանքով մեր համալսարաններին, բայց քաղաքաշինության այդ մեր այսօրվա պատասխանատուները բավակ, ասենք, ինստիտուտը կլինի ճարտարապետների միությունը, ես տենում լավ դրական տեղաշարժ քաղաքաշինության կոմիտեն ուզում ապտենում, անթեն ինչ-որ բաներ է, եզակի լավ բաներից է, բայց հավատացած եղեք, որ մեր մասնագետներում շատ քիչ են, հատկապես ունեն նույն ռազմավարական master plan գրելու համար, ասենք թե չգիտեմ եւ նման մեգա պրոյեկտների համար։ Միշտ պետք է ներգրավես։ Լավ բան է, օրինակ ես հենց այսօր կարդացինք, որ այդ trip-ի հետ կապված, օրինակ Երևան եկե AECOM կազմակերպություն, AECOM-ի հետ մենք դեռ 10 տարի առաջ բանակցում էինք, Սևան 5 քաղաք ծրագիր ունեինք, AECOM համարում աշխարհի լավագույններից։ Քաղաքային պլանավորումը ամենամեծ, ամենախոշոր տարբեր, չգիտեմ, մայրաքաղաքները չասեմ, Դուբայ, Սինգապուր, չգիտեմ, Չինաստան, Կորեա, Եվրոպա ամենամեծ ծրագրերը, այլ այգում շատ ուրախացա։ Բայց մենք Սևանի հետ մի փոքր ծրագրով։ Իսկ Երևանը, հասկանում եք, պարտավոր է ունենա այդ ռազմավարական master plan-ը։ Եվ ես հիշում եմ, օրինակ, ինչ վերաբերում է ձեր բանի, որ ասում եք երկնաքերերի, որտեղ իմ ընկերներից մեկը ցավոք շատ երիտասարդ տարիքում վերջերս մացավ Դավիթ Էջյան։ Նա լավ ծրագիր ուներ, Դավիթը համալիրի դիմացը Դալմայի մոտակայքում, Դալմայից ենքով 65 հարգանի շենքի, եթե չեմ սխալվում, անգամ ԱՊԶ էին ստացել։ Բայց երբ որ պահ եկավ, Դավիթը պետք է կառուցապատեր, գնաց Դուբայ, հանդիպումներ ունեցավ չինացիների, արաբների, տարբեր շինարական մեծ կազմակերպությունների, նրանք եկան ուսումնասիրեցին, ասեցին, որ շատ մեծ ծախս է, այսինքն դա հասարակ 65 հարգի ծախս չի, պատկերացրեք 100 հարգանի ծախսը ծախս է նստում, որտեղ այնտեղ կառուցապատման նորմաներ կամ չգիտեմ, այդ քաղաքաշինական նորմեր ոնց են թույլ տալի։ Չեմ ասում հրշեջ մեքենաները, ասեցի, չկրկնվեմ, ինչքան մեծ խնդիրներ կան։ Բայց ինչ են ֆիքսվել բարձրարկության վրա։ Այսինքն այդ նույն բարձրարկները, օրինակ Թումանյան Աբովյան փողոցում կառուցեցին այդ բարձրարկ շենքը եւ կամ Կինո Մոսկվայի դիմացի հայ, որ նորից սպիտակ տրավերտինի շենքը կառուցել է։ Ինքը Երևանի համար չի այդ բարձրահարկերը։ Իսկ ավելի լավ չէ, օրինակ համաչափ մենք անդադ ասում ենք համաչափ զարգացնենք, եկեք դեպի օրինակ Աբովյանը զարգացնենք, եկեք դեպի, չգիտեմ, այս ելեմ կրկում Նուբարաշենը կամ դեպի Մասիսը կամ դեպի Էջմիածինը, որն է ավելի ճիշտ։ Ինչ են, այսինքն որևէ առանց քննարկման եւ մասնագետների հետ, դա չի կարա քաղաքապետի, փոխքաղաքապետի կամ վարչապետի կամ ինչ-որ փոխվարչապետի մտքով անցնի, կամ ինչ-որ մի բան կարդան կամ ով ինչ առաջարկի բերեն համաձայնվել։ Այն դեպքում, երբ որ շատ նուրբ հարց կա ստեղ այդ քաղաքական նաեւ, որտեվ այսօր քաղաքային իշխանությունները, քաղաքական իշխանությունները եկել են այդ 2010 թվականին, ասում են, չէ, հյուսիսային պողոտայում եղան sense յուրացումներ, բան եւ այլն։ Նույնը հիմա իրանք անում են, նույնը շատ կոպտորեն արեցին Ֆիրդուսում։ Նույնը շատ կոպտորեն հիմա շարունակում են, ասենք, չգիտեմ, կոնդումա քննարկվում, էլ չեմ ասում Նորագյուղում։ Նորագյուղը չի ուզում այդպես գնա, լավ, եթե ուզում այնտեղ ծիծաղալու են, ոնց որ ժամանակ ծաղրերը կտրուց էին ասում, տձև ծառեր, կենսունակությունը կորցրած, այսինքն իրանք թաքնվում բառը հետևից, որ ասում են մյուս բառ, ասում են, չգիտեմ, այդ տրանսպորտային կոլապսը։ Տրանսպորտային կոլապսը տենց չի լուծում, դա դու հասկանում եք ինքը կարևոր օրինակ քանակով շատ մեր Մալացիա համայնքը Շենգավիթ կենտրոնի մեջտեղ գտնվող եթե Նորագյուղն է,
հստակ չեն ասում ինչ ճանապարհներ են լինելու, այսինքն ես գտնում եմ որպես քաղաքական պլանավորող, ավելի լավ է ունենք նույն մետրոն, թե մենք այդ ռեսուրս ունենք, մետրոն դեպի այդ կողմ տանենք downtown, քան դեպի Աջափնյակ, որտեղ մենք դեպի Աջափնյակ կարող ենք տրամվայ անենք, որը շատ ավելի կալուկ է կամ մաքուր է, շատ ավելի քիչ ծախս է անում, դա ցնցումների մեջով պետք չի անցնել։ Բայց տրանսպորտը ովքեր են մասնագետ։ Օրինակ դուք ժուրնալիստ եք, ես գիտեմ սովորել եք ժուրնալիստիկայի ֆակուլտետում։ Բայց ես չեմ ճանաչում հիմա քաղաքային իշխանություններում եւ քաղաքական թիմում մարդիկ, որոնք տրանսպորտի մասնագետներ են։ Ես չգիտեմ ովքեր է դրա պատասխանատուն։ Այսինքն մենք ժամանակին առաջարկում ենք մեր Վիկտորի պլանով, որ օրինակ հասկանում եք ամենապարտադիրը պետք է Երևանում մի 5-ից 8 տեղ առաջարկում ենք ստորգետնյա այդ անցումները եւ այլն այդ որ ասում են կալցեվոները, որ ամենաառաջին օրինակ Արշակունյաց, Ագաթ Հանգերոտ լուսավորիչը ցիրկի մոտի հատվածը շատ քննարկվեց այդ առաջի մասի կինո հայրենիքի մոտի հայ նժդեի եւ այլն։ Մի քանի տեղեր, չեմ ասում Սախարով հրապարակը, Շամյանի հրապարակը, կենտրոնն եմ ասում, որտեղ հիմնական թնջուկը առաջանում է կենտրոնում։ Բայց ընդհանրապես մենք այդ առանց որևէ մի հատ պատկերացնում ենք ոչ ստորգետնյա, ոչ վերգետնյա կանգար Երևանում կենտրոնում հատկապես չի բացվել, պատկերացնում եք։ Բացի վերջինը եղել է այդ օպերայինը եւ հյուսիսային անմիջականը ես այն ժամանակ հիշում գնացինք Արա Աբրամյանի հետ եմ հանդիպել, խնդրել եմ որ այդ Պուշկինից ներքև մինչև Աբովյան իրանք այդ երկու հարգը բացեցին, հետո խոսացինք մյուս տնտեսարողի հետ, պատերը քանդեցինք, միացրեցինք, որ այդ այսինքն մենք փորձեցինք հյուսիսային պողոտային, որ դու հին Երևանցից մտնես Պուշկինով դուրս գաս, հետագամ Արամի փողոց, բայց քաղաքային իշխանությունն որևէ բան չի արել, այսինքն մի իշխանություն որ չի արել դա, չի հասկանում կարևորություն, այսինքն գիտեք, ես կողմնակից չեմ մեքենայի համալավություն ունելու։ Ես գիտեք, մայթեր։ Ինձ համար կարևոր հատկապես այս խնդրի լուծումը ավտոկանգառների հաշվին մայթերը լայնացնել, հետագայում որոշ տեղեր նաև փողոցի հաշվին մայթերը լայն։ Եթե մենք իրոք ուզում ենք նորմալ մրցակցային քաղաք ունենանք 21-րդ դարի, մեր մայթերը պետք է միանան լայնանան։ Հիմա օրինակ Սարյան փողոցը երբ որ դարձավ միակողմանի, ինչ որ կերպ նպաստեց ձեր նշանակությունը։ Ծրագիրը ընդհանուրն է, այստեղ շատ բան կա, մեկ կիսագրագետ մարդիկ անգրագետ մարդկանցից ավելի վտանգավոր են, որտեղ եթե վերցում են ուրիշից իդեան կամ իրականացումը չեն կարող անել։ Մենք առաջարկել ենք, որ հնարավորություն կա, կարելի է քննարկել եւ նաև ուզում ենք Մոսկովյան փողոցը, կներեք, Սարյանը միանալ Մոսկովյան լիներ միակողմանի, բայց մի դեպքում, որ մայթերը լայնանան։ Հիմա Սարյանը դառնա Խանջյան փողոցի նման մի հատ լայն երկու կողմից կանգնում են։ Էլ չեմ ասում 4 շարք ավտոն անցնում է, այսինքն այն հաճելի փոքր գողտրիկ փողոցը Սարյանի կաֆեներ վերանում է, ինքը դառել է ինչ-որ պարկինգի եւ գիշերները որ ազատաշատ, այսինքն պրոսպեկտը ամբողջությամբ կանգնած է մի 2 ժամ։ Սարյանը դատարկ է, այսինքն ուրեմն դա ինչ-որ մաս սխալ հաշվարկն է, Սարյանը մենք ուզում ենք լայնացնենք այն դեպքում, որ ինքը պետք է ներ բուլիժնիկ, դա ենթադրում է, որ արագ չփիշեն։ Դա ենթադրում է մայթերը պետք է լայնանար, որ կաֆեների հաշվը, կաֆեները վերցնեն չնեղացնեն կաֆեներից, հետիոտները ավելի գնային գային, այսինքն հա կապվեր։ Պետք է անպայման հեծանիվի գիծ, պետք է լիներ տրամվայի գիծ, որը գնար, ասենք տենց Սարյանով, Մոսկովյանով, գնան Ալբանդյանով կամ ինչ-որ տեղով շրջվեր, էլի ոնց որ տենց Կալցեվոյ ֆռար, հա, մի հատ տրամվայի, այս ախր տրամվայներն են մեր իմացած սովետական հին տրամվայ չի։ Հիմա շատ այդ կոչումը շատ ցածր հատակ է, ոնց որ այդ ման ավտոբուսները, Նիսկապոնի եւ այլն, ավելի էկոլոգիական մաքուր, աղմուկ ընդհանրապես չկա, ժոնգթոնգ է աղմուկի պես։ Այսինքն այդ մարդիկ առանց որևէ դրական ռեալ առաջընթացի ու առանց հասկանալու խնդրեմը, ուզում են նոր խնդրեմ ստեղծեն։ Դա կարա լավ լիներ տրանսպորտի, եթե դա էլ եմ ասում, օրինակ ստադիոն ժամանակ են քննարկվել, թող գնային այդ Նուբարաշեն Էրեբունի այդ շրջակայքի տեղ բացեին այդ քաղաքը։ Խնդրեմ, այդ ժամանակ հաստատ կթեթևանար, բայց ինքը շատ ռիսկային է, որտեղ իրականում կենտրոնին մոտիկ է։ Բայց այդտեղ ես ավելի վատ բան եմ տեսնում, մի քիչ կոռուպցիոն հաշվի առնելով այս սկանդալները, կոռուպցիոն ռիսկերը նույն այդ ոնց որ Կասկադում, հա տվեցին այդ կազմակերպությանը մի գիշերում առանց որևէ տենդերի կամ չես կարա Երևանի պատմական սիմվոլ համարվող Կասկադը եւ ամենաեզակի տեղն այդ Կասկադից աջ ընկող տարածք այդ 20 հեկտար, որ միջև նայած 10-ից 20 հեկտար մատենադարան, որը պետքա լիներ անտառ, որտեղ ինքը ավելի մոնումենտի տրամաբանության մեջ է։ 10 ինչ-որ մի կազմակերպության, որը կառուցապատի։ Իսկ մենք ասում ենք Երևանը փոշոտ, ամենաշատ փոշոտները նաեւ դուրս գալիս են այդ կողմից։ Մենք պետք է այդտեղ ծառեր տնկենք, ոչ թե նոր ավելի։ Դուք հասկանում եք, եթե անգամ 5 հեկտարը կառուցապատվի տեղ, ինչ լրացուցիչ ծանրաբեռնված տարի ավելի փոշոտ անելու Երևանի կենտրոնը, քան հիմա կա։ Ինչքան որ փոշոտ է։ Այսինքն, եթե Կասկադի աջ կողմի երկայնքով այդ շենքերը կառուցվեն։ Դուք եթե պատկերացնեք միաժամանակ Կասկադում է շինարարությունը լինի շինարարությունը Նորագյուղում, այդ մենք ընդհանրապես տեղ իրանք ոչ մի քառակուսի չեն կարող ծախսել։ Որտեղ որևէ միջազգային կազմակերպություն, որևէ իր աշխատակցին չի ուղարկի մի քաղաք,
որտեղ մթնոլորտային օդի հետ կապված, փոշու հետ կապված կա կոնկրետ ոչ թե ռիսկեր, այլ կոնկրետ խնդրեմ։ Ես կարծում եմ, ինչ որ մի պահին մենք մեծ փողեր ենք ծախսելու այդ հետազոտությունների եւ վերականգնելու, որովհետեւ դա ինձ համար այս պահին ավելի կարեւոր հարց է այդ փոշու խնդիրը Երևանի, կամ օդի աղտոտվածության, քան տրանսպորտային հավատացեք 1-ից 3 կամ 6 ամսում հնարավոր է լուծել գրագետ, բայց այդ փոշու հարցը մի քիչ շատ ավելի վտանգավոր է։ Դեպետ փոխկապակցված են իհարկե։ Իրանք շատ կապված են, փոխկապակցված են, ինչ քաղաք, այսինքն ապագայի քաղաքի համար։ Դու ապագայի համար քաղաքը ինչ է նշանակում, այսինքն երբ որ դու գիտության ուժը կապում ես ինչ-որ ճիշտ ինժեներիայի վրա, հետո կապում ես նախագծման վրա, այդ նախագիծը պետք է ճիշտ ինժեներիա ունենա եւ ճիշտ համակարգում։ Մենք այդ 4-ից որևէ մեկը չունենք, հասկանում եք, Աննա ջան։ Մենք գիտահեն որևէ քաղաքային պլանավոր որևէ բան չունենք, այսինքն անցած օրը տեսա քաղաքապետանը հանդիպել է Yandex-ի հետ, ընդհանրապես ուրախացա, ասի, որտեվ Yandex-ը հուշագիր են կնքել։ Բայց իրականում փոսերի ու մոսերին է, բայց որևէ բան էֆեկտիվ չի։ Հա լավ դու իմացար, բայց եթե դու չես կարող լավ է տենդերը կազմակերպես, կամ ով որ հաղթում հետո վատա կազմակերպում է, պետք է սախ։ Այսինքն այդ տվյալների փոխանցումը, հա, Yandex-ի կողմից քաղաքապետարանի։ Իմաստով է ճիշտ է վերականգնել երթևեկության ծանրաբեռնվածության թեթևացումը։ Չէ, որտեվ դա դրա մասին չի։ Իրանք, գիտեք, սենց է, դու չես կարող լավ ունեցար, ով է դրանով զբաղվելու։ Երևան տրանսը չես հասկանում ինչով է զբաղվում։ Քաղաքապետանի տրանսպորտի վարչության վարչապետով չգիտես ինչով է զբաղվում։ Այսինքն ում ով է դա զբաղվելու։ Դրա համար կա սիտուացիոն ուժեղ կենտրոններ պետք է ունենաս, այսինքն ընդհանրապես ժամանակին առաջարկում քաղաքապետի սենյակում պետք է լինի 30 հատ այդ մանիտորներից, որ ինքը օպերատիվ իրավիճակը տիրապետի։ Այսինքն ինքը ինչ որ մարդ հանդուրում խորհրդակցություն, ինքը անդադ պետք է նայի։ Օրինակ, մեկը ասի ինչա, էս ինչ փողոցի, էս ինչ տեղ է, օրինակ հիմա վերցնենք սերվիզի, որ ասում են բանը, կալցովը ոնց որ հա, այդ չերեմուշկա կվարտալի։ Բերեցին այդ կալցովը արեցին, իդեան որ մտածում ես լավն է, չէ, բայց մենք այլի պրոբկա, որտեվ կարող է չէ այդ ժամանակին մտածել, այդքան ծախս է կան, ասենք մի քիչ ավել ծախս է, մի քիչ այդ մի կես մանկապարտեզի գինա, գետնի տակ մցնենք դա, որ ավտոն չգա ընդհանրապես, դու քաղաքային խնդիրը դու ամեն ինչ պետք անես, որ շուտ հատկապես 5-ից հետո քո կենտրոնը հետագամ քաղաք ազատվեն, այսինքն որ մարզեր ա գրում շուտ գնա։ Իսկ դու ամեն ինչ արած, ոնց որ այդ մարդկանց սկսես թակարդների մեջ, որտեղ մասնագետը չի զբաղվում դրանով։ Դա շատ նուրբ եւ շատ կարեւոր հարց է։ Իսկ ով պետք է որոշումներ կայացնի։ Նայեք, եթե դուք ասում եք քաղաքային իշխանությունը չպիտի լինի, այսպես ասած, քաղաքականացված, այլ հենց Երևանի մասին պիտի մտածի, այսինքն ավելի հասարակական պիտի մտածի, քան քաղաքական, հա, գծով իր մտածելակերպը տանի, չմտածի ընտրություններից ընտրություն։ Եթե չունենք գլխավոր ճարտարապետ, այս դեպքում, չգիտեմ, հանրային խորհուրդը կարող է ինչ-որ որոշիչ դեր ունենալ, կամ այսօր ունի։ Հանրային խորհուրդ, հանրային հեռուստաընկերություն, եկեք մոռանանք, իրանք այսօրվա կապ չունեն։ Այ հենց այդտեղ ամենամեծ խնդիրը, որ շատ մեծ դիսբալանս կա ընդհանուր հանրային շահի, կառավարության, ռեալ կյանքի եւ կառուցապատման մեջ։ Այսինքն ով ինչ պայն ու շենք ունի, հող ունի, ուզում է շենք անի, գրում են ԱՊԶ-ն են ստանում, քաղաքապետանի չես հասկանում ԱՊԶ-ի համար սա աշխարհում ծրի պետք լինի, մեր մոտ ծրի պետք կանի։ Շինթույլտությունը փողով արեք ավելի թանկացնեք, բայց ԱՊԶ-ն չպետք է լինի փողով։ Այդ ճարտարապետը հասկանում եք, այդ նախագծի այդ առաջադրանքը, դա ծիծաղալու բան է, ոնց որ ավելորդ փող քերելու, որ բանը, այսինքն այն մարդը պետք է գործանի, պարտավոր այդ վարչությունը որ տալիս է ուսումնասիրին, չէ՞, դա էքստրա փող վճարում։ Լավ, դա դրեցին մի կողմ։ Շատ կարևոր է, որ այդ մեր մոտ այդ նախապատվությունները հասկանան։ Մեր մոտ այս տպավորությունները չեն հասկանում, որն է կարևոր, որը էլի ոնց որ ասենք փոշու հարց ավելի կարևոր, դե փոշին վատ եղավ, հիմա մենք ունենք տարբեր ինտերնետ չաթեր, հա, Telegram-յան ալիքներ եւ այլն կամ Facebook-յան կամ անխմբեր, որոնք անդաչափ են Երևան, հիմնականում ռուսներ են, գիտեք։ Օդի աղտոտվածության հարցը։ Դուք չեք պատկերացնել, որ դուք ես խորհուրդ կտամ մի օր մտեք դրանք ինչ հստակ աշխատանք են տանում, ոչ մի գիտահետազոտական ինստիտուտ, քաղաքապետարանը, այդ շրջակայքի հատման մասով էին ակտիվ։ Հիմա էլ ավելի ակտիվ են, դեռ ավելի հեռու են գնացել, հասկանում եք, այսինքն նրանք կոնկրետ հետազոտում են։ Մենք չունենք թե Երևանցու ռեալ այսօրվա քաղաքական անալիտիկան, այսինքն այդ մարդիկ ինչ ձև են երևանցին։ Հեսա 23 թվականին ինչ բան հասկացանք, որ այսօրվա քաղաքական թիմը ընդամենը ստացել է բնակչության 9%-ի ձայնը։ Ընդունում եմ դեմոկրատական երկիրը կարան 5-ով է օրինակ անցնեին, կարան 30-ով է, բայց տեղ եկեք մենք պետք է սահմանափակում մտցնենք, որ 9% օրինակ 30-ից 35%-ից ցածր ռեալ ոչ թե ընտրություններին եկող, այլ բնակչության եկող իրավունք չունեն նման մեծ պրոյեկտներ անեն կամ նման մեծ ռեֆորմներ, այսինքն գույքը հարկը բարձրացնեն։ Իհարկե, եթե դաունթաուն ես կառուցում, խնդրեմ գնացեք ձեր դաունթաունում գույք հարկը թող բարձրացնի, եթե մեկ ինչ որ փող ունի ավել, ասենք իր կյանքում $500,000 ուզում է որպես բանկում փողը չդնի առնի, թող առնի, հարց չկա, ինքը թող այդ գույք հարկը տա, բայց դու չես կարող մի մարդուն, որը կենտրոնում ինտելիգենտ մարդ է եղել, դասախոս
500 մետր սեփական հող ունի անտառային փողոցի վրա, օրինակ ժամանակին կամ չգիտեմ Այգեստանում, որը միշտ տվել ասենք 100 կամ 50,000, հիմա տալու է տարին 1 միլիոն դրամ։ Դուք պատկերացրեք, մարդը թոշակառու է։ Այսինքն պետությունը այդ իր սոցիալական պատասխանատվության էլեմենտը որտեղ մնաց, Աննա ջան։ Եվ սա էլի գալիս է նույն ռազմավարական մաստեր պլանի բացակայության պատճառը, որ դուք այդ ամբողջը վերևից այդ սպեկտրը ոնց որ 3D-ով հավաքած ունենաս, հա, սոցիալական հարցեր եւ այլն։ Նույնը Նորագյուղի բնակչին, երբ որ դու ասում ես շոկական գին, ո՞րն է Նորագյուղի շոկական գինից մեկը կարա ասի, թե չէ, խնդրում եմ, դուք ձեր ձայն ավելի լսելի ա որպես լրագրող, մենք խնդրում հարցրեք, այդ գումարած 30, ինչի 30% ոչ թե 300%, որտեվ եթե նույն հյուսիսային պողոտան ինձ համար լավ պրոյեկտ էր, ուրիշ բան որ ասենք այդ իրականացումը շատ վատ եղավ, այդ որ այդ ծիգեր բան, այսինքն խնդիրը կառավարման մեջ էր այնտեղ, որ այն ժամանակ տալիս են սխալ է, որ տալիս են $400, բայց իրենք ծախում են $400, դա շատ մեծ սխալ է, բայց դատեր եղան, հուսով եմ, որ մարդիկ դա համար պատասխանատվություն կրել են, հələ մի հատ է գնացին դեից ատկատ են ուզում եւ այլն, իրականացումը վատն էր, գաղափարն էր լավ, ել չեմ ասում, որ ինքը պետք է ավելի լայն լինի, ավելի ցածրար եւ այլն, ծառա շատ դրեցինք մի կողմ, բայց գնացին դրան Հիմա, բայց ի՞նչն է տարբերությունը, որ քնույն քո քաղաքական թիմը եկել ասում է, վայ, դուք սենց եք անում, առաջ ենք հիմա ավելի վատ բան են անում։ Նույնը հիմա պարզվում է, թաքուն, անցած օրը ավականո անդամ Մեսրոպ Մանուկյան հետաքրքիր բան ասեց։ Պարզվում է նույն կասկադի դեպքում, որ այդ լոտը 3 մասից է բաղկված, լոտերից մեկը ինչ որ հոկտեմբեր ամսին կիսա թաքուն, թե չէ զեկուցվող կառավարությունը Հանդրային գերական շահ է ճանաչել։ Ինչի հանդրային գերական շահ Աննա ջան կարա լինի նորմալ երկրներում, նորմալ դեմոկրատական, իրոք են ժողովրդավարության ճակերտավոր բաստիոններում, երբ որ դու մեկի տունը վերցնում ես, միայն մի դեպքում, երբ որ այդտեղ պետքա լինի մարզադաշտ, օդանավակայան, մետրո, սուպեր կարևոր քաղաքաշինական մեծ պրոյեկտներ։ Դու չես կարա մեկից տունը վերցնես, դա ուրիշը բիզնես անի։ Դա ստորությունն է Երևանցու հանդեպ եւ քո քաղաքացու հանդեպ եւ իմ նման մարդը, որը ինչքան ուզեմ լավ աչքով նայի, գտնում եմ որ սուպեր կոռուպցիա կա այդտեղ, սուպեր։ Ու երբ որ անդադ մեկ է լսում ես ինչ որ մի ձև թելված են այդ մարդկանց հետ եւ կապված են, այդտեղ բնականաբար արդեն հասկանում ես, դե լավ, հուսով ենք այս մարդիկ 26-ին հեսա հունիսին կգնան, մենք նորից կքանդենք, թազա սաղ կհավաքենք, բայց վատը նա է, որ նույն կասկադը, նույն Նորագյուղը Այսինքն ինչ որ փաստաթղթեր են ստորագրել, դու գնանք Լոնդոնի արբիտրաժով սկսենք հետ բերել այդ մեր հողերը։ Այդ դա է խնդիրը, որ վստահելի չեն իրանք նման պրոյեկտ։ Այսինքն մենք խոսացինք մասնագիտական թիմը լավը չի, որևէ վերլուծում բնակիչները չեն խոսացել եւ երրորդը այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան։ Այսինքն դու Նորագյուղցին հասես $1000, մարդ կա ունի 60 քառակուսի տուն, ապրում են 6 հոգով։ Դա նշանակում է դու տալիս ես մաքսիմում 100,000, 6 հոգով 100,000-ով ինքը կենտրոնի բնակիչ է։ Իմ որտեղ ես տուն տալու։ Դա համար միջազգային ստանդարտներով ոչ թե պետք է տաս 30, իսկ մարդուն անհանգստացնում ես։ Լավ, օքեյ, համարեցինք քաղաքի համար, բայց դա ինքը անձամբ պետք է գնաս այդ բոլորի հետ խոսաս, որ ասած ոչ թե 30, այլ 300% ավել եմ տալիս։ Հասկանում եք, ստեղ դա է հայ հարցը։ Ասենք Ֆիրդուսի բոլոր պրոբլեմների մեկտեղ, բայց մարդիկան 8-10 տուն ունեցան Ֆիրդուսում։ Նորագյուղում դե մարդիկան համաձայն են։ Օֆիս եմ շարքում, մարդու չի գնալ դաունթաունի օֆիսում ապրի։ Իսկ այդ դաունթաուն սիթի խառնում է, որտեվ իրանք էլ լավ չեն պատկերացնում դաունթաուն ինչ է։ Իրեն Լոս Անջելեսի օրինակը բերեցի, բայց ասում եմ դաունթաուն Լոս Անջելեսի նման հզոր տնտեսություն է։ Դարավ այդ շատ տեղ այդ հոմլեսներ հնասում այդ անտունների տեղ, որտեղ գիշերը որևէ բան չէր կա, սա լավագույն իրավաբանական օֆիսներ եւ այլն, սա դաունթաունում էր, բայց քանի որ գիշերը փակվում էր, հանցագործության տեղ դարավ։ Հիմա շատ մեծ դժվարությամբ փողոց մի քանի տարի մեկ հետ են վերում, դարձնում են ավելի ոնց որ այդ զարգացնում են ջենտրիֆիկացիան ենթարկում, բայց դա մեծ փող է, կամ նույն տարբեր քաղաքներ մեծ դժվարությամբ են կարողանում։ Այդ մեծ այդպես նկարով ցույց տալը լավ է, բայց վախում էլի կտան մի հատ, ու եթե չեմ սխալվում, այդ կազմակերպությունը, եթե ճիշտ նայեցի մամուլով, կարծեմ ազատություն էր տվել, օպերատոր որպես տվել է մի կազմակերպության, որը Ֆիրդուսի եւ մնացած այդ ով որ այդ պատասխանատուն այդ ղեկավար դուք քրեական գործերով մասնում է, դա չեմ սխալվում, ընդհանրապես Երևանում չի փախած, այդ նույն մարդը որ փախած է իմ այդ գործով, քանի տարի ստեղ չի, իր կազմակերպությանն են տվել այդ Նորագյուղի բանը, որովհետև ինչ որ մի ձև այդ իրանց այդ ընկերական շրջապատի հետ է տալի առնում։ Այստեղ ես չեմ հասկանում, ելեմ ասում, ես ոնց վստահեմ, Նորագյուղցին ոնց վստահի։ Իսկ Նորագյուղցին ոնց որ սարի թաղցին, որպես որ կոնդեցին, այդ մարդիկ թասիբով մարդիկ են։ Խա սաղի աչքը դրա վրա։ Որտեղ ես լավ չեմ հասկանում, Նորագյուղում, գիտեք, ոնց որ այդ որ ասեցի թաքնվում են այդ ծառերը կտրելուց տձև ծառ, այդպես թաքնվում են հողաշեն։ Ես Նորագյուղում այդքան կյանքում հողաշեն տուն չեմ տեսել։ Չեմ տեսել Նորագյուղում տեղ, որտես կիսաքանդ, հա, պայմանները կարող իդեալական չեն, բայց հավատացել կոնդում ավելի վատ են պայմանները, քան Նորագյուղում։ Դեռ Նորագյուղը ավելի թարմ է եւ այլն, բայց
ուրիշ հարց կա։ Օրինակ այնտեղ կառուցել են վերջերս այգի սիրուն մի հատ ինչ-որ բիզնես կենտրոն։ Իմ ընկերներից որոշներն են, թե մի քանի միլիոն դոլարանոց բիզնեսներ ունեն, տուն ունեն, բազմաբնակարան շենքեր են կառուցում, հյուրանոցներ ունեն։ Այդ մարդկանց հետ ով է խոսալու, ո՞նց է խոսալու։ Այսինքն առանց խոսալու, առանց ճշտելու, առանց որևէ ռեալ դա անգամ գնահատան տալու, պրոսը հայտարարեց, որ ինչ ընտրություններից առաջ, ես դրան նայում եմ, որպես պրոսը նախ ընտրական ինչ-որ մի հատ տրյուկ։ Ես ավելի կան համոզված եմ այդ մետրոյի կամ նույն ակադեմիական քաղաքի կամ բան էլի 10 միլիոն ծառ էլի։ Իդեպ ակադեմիական քաղաքի մասով հնարավոր է որ դրա կառուցմամբ բեռնաթափվի Երևանը, ինչպես որ հիմնավորումներից մեկում է նշվում։ Նախ չի կառուցի, պրոստը պիտի հասկանանք այն գումարներ ոնց որ Աջափնյակի մետրոյի կամ այդ ակադեմիական քաղաքի վրա ծախսել են այդ նույն հետո ովա բերելու կամ ինչ գործերով են հետ բերվելու, որտեղ դրանք մսված փողեր են։ Իմաստը ո՞ն ակադեմիա քաղաքի։ Մենք իսկ կարա վերջը բացած։ Այսինքն, ելի եմ ասում, ես եւ իմ նման 10 հատ մարդ կա կամ 20 հատ քաղաքի բան, ճարտարապետ, չգիտեմ, ուրբանիստ եւ այլ, մեկը մի օր կառավարություն տենում է որ լուրջ դեմքով հավաքում։ Մեզ կանչել են գանք նստենք, հա, մոռանում ենք քաղաքականություն, բան, սա դնում ենք մի կողմ։ Գանք քաղաքի խնդիրներից խոսանք, բացատրենք, ասենք ինչն է սխալը։ Մեկ ինձ կարա բացատրի ակադեմիական քաղաքի իմաստը ո՞րն է, որ Ալեքսանդր Թամանյանը 100 տարի առաջ մեր այդ սաղ երիտասարդական թաղամասը, համալսարանը, չէ՞, Ժող ինստիտուտը, Զովետո եւ այլն, Գյուղ ինստիտուտը միջև այդ ամբողջը, դա հենց եղել է մեր ակադեմիական քաղաքը, Անա ջան։ Դու չես կամ այդ ամբողջը, դու չես կարում դրանք տիրություն անես, դու ոնց ինչ դասախոս են գալու, որևէ ռեյտինգ չունենք նորմալ գիտական, այստեղ շատ կարևոր է մի բան, որ մեր այդ դպրոց ինստիտուտներ, համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ, ակադեմիա։ Այդ կապը լավը չի մեր մոտ։ Լավ ակադեմիա, որ մենք միշտ սաղ կյանք հա, տենց գլուխ են գովացել, աշխարհով գնացել ենք առաջ, մենք ինչ անում, ինչ պրոդուկտ է տալ, պրոդուկտ հասկանում եք արտադրանքի մասին չէ՞ էլի, այսինքն ինչ արժեք է տալիս։ Չինաստանը օրինակով ինչ հետաքրքիր բան կա, օրինակ Չինաստանը գիտությունների ակադեմիային իրականում չեն զարգացնում այն ինստիտուտները, որոնք չունեն արտադրական բազա։ Այսինքն իմաստը ո՞րն է, որ դու զարգացնես մի հատ ինստիտուտ, որ դրա արտադրություն ունես, ոչ դրա որևէ նորմալ բան չի կատարում, այսինքն ինքը ինչ որ մի վերջում ծերը փող չի բերում։ Դա համար է հասարակ Չինաստանը ուրա գնացել։ Այստեղ առանձին կարելի է մի օր հանդիպել զրուցել, շատ կուզեմ հենց կրթության ռեֆորմների մասին։ Այդ դա է շատ կարևոր, բայց դու չունենք, այսինքն որ մեր եկեք վերցնենք մեր քանի համալսարաններից, որոնք են, որ ամենաշատն են ցիտվում միջազգային հեղինակավոր կազմակերպություններին կամ ավելի ճիշտ Չինաստանը պատենտների վրա հիմնվում, հասկացաք։ Դա էլի ուրիշ քննարկման թեմա է։ Շատ ուրիշ, բայց շատ կարևոր է, քաղաքի հետ է կապված, այսինքն ակադեմիական քաղաքը թե 4 հատ երկրի պես գան ուղակի, հենա, դες մի Դիլիջանում դպրոց կա Ռուբեն Վարդանյանի շնորհիվ, տարբեր ազգերից գալիս են, երկրներից ուրախանում են գնում են Դիլիջանի ներքին տնտեսության կաֆեների, ռեստորանների համար լավ է, Հայաստանի հեղինակության համար, որտեղ դպրոց ունենք, բայց դրա մուտքային փողը, եթե չեմ սխալվում, կողմի 50-100 միլիոն դոլար է, Ռուբեն, այսինքն այդ հովանավորներով տվեցին, ու մենակ այդ կառուցումը չէ, որ մենք հեղինակություն ունենանք, բայց դու չես կարող այդ ամբողջը, այս մեր երկրի տնտեսությունը, տեն չի իրականում, որ մենք կարողանանք թույլ տալ, հասկանում եք, բոլոր ոլորտներում զարգացնենք։ Այսինքն մենք գիտենք, որ Գյուղ ինստիտուտում օրինակ այսօր շատ քիչ բանը նիդաբոր կա, չէ, որ մարդիկ չեն հասցնում։ Այնտեղ ինչի, որտեղ ինչի է Երևան, որտեղ սովետական միություն ժամանակում մեկը գյուղացիներ աշխատում էր, որ իր երեխեն գա սովորի այդ ինստիտուտում, որ հետո գնա մեխանիզատոր դառնա կամ գինեգործ դառնա, չէ, կամ ինչ որ, չգիտեմ, բայց այդ մարդիկ իսկ ավելի լավ չէ Գյուղ ինստիտուտը օրինակ նենց անել, որ նա գնա Արարատյան դաշտավայրում մեզ մի քանի ֆակուլտետը տանեն, հասկանում եք, Սյունիք տանեն մի քանի, Լոռի տանեն կամ Տավուշ այլ ֆակուլտետներ, այդ ժամանակ համ տնին մոտիկ կլինի իրանց երեխեք, որովհետև այդ մարդիկ գյուղացին չի կարող անգամ Երևանի վարձավճարը թույլ տա։ Այստեղ էլի գալիս ենք նորագյուղի կառուցապատմանը, որտեղ այստեղ նաև սոցիալական հարց կա, մենք արդյոք ինչի վրա հիմնված ինչ իմաստունի որ պետությունը չծախսի կարող է $1 միլիարդ չծախսի, ավելի լավ չէ՞ 1 միլիարդից մի քանի 100 դոլար դու ինքան ճիշտ $1 միլիոն ճիշտ ծախսես, որ Երևանում օրինակ կենտրոնի դպրոցի ուսուցիչը, հրշեջը, ոստիկանը, բժիշկը կարողանան տուն առնեն։ Դուք գիտեք որ մարդ չեն կարող չէ տուն առնել, այդ է հարցը։ Հələ եթե մի քիչ այդ հնարավորությունը կար այդ վերադարձի եւ այլն, դա էլ վերացավ կենտրոնում։ Հիմա, բայց խոսքը չի վերաբերվում ընդհանրապես նորակառուցների մասին։ Ընդհանրապես հին ֆոնդում, բնակ ֆոնդում կենտրոնի ուսուցիչը պետք է կարողանա տուն առնել։ Այս սա է սոցիալական կարևոր։ Եվ կամ եթե դու տալիս ես շինթույլտվություն կենտրոնում, դու պարտավոր ես ասես օրինակ ընկեր 2-3 հարգը պետք է կատած մեծ պետությանը, ոչ թե չգիտեմ այդ որ կոռուպցիոն բաներ ունեն, ասեն սենց արա բան, բիտկոինով չգիտեմ ես ինչ փողը բան, մեծ ֆրսրա, այլ ասեն ապեր, բեր 6 հարգ ես ուզում, չէ, կարող ասենք 4, եթե ուզում ես 4 հարգից ունեք գլենդելում տենց է։ Եթե 4 հարգից մի հատ ես ուզում, այդ 5-րդ հարգի ամբողջ կեսը իրանք որոշում են քաղաքապետան ավականն է որոշում ում տա։ Օրինակ դա կարող լինի
չգիտեմ, երիտասարդ ընտանիք, դա կարող են թոշակառուներ, դա կարող են ինչ որ չգիտեմ, տաղանդավոր մարդիկ եւ այլն։ Այսինքն առանց նման սոցիալական ծրագրերը ռեալ ունենալու ֆիքսվեց downtown-ի գաղափարի վրա, որ մենք downtown-ն ենք, բայց մեր երկիրը առայժմ պատրաստ չէ, իհարկե որ պետք է այդ մասերը կառուցապատել downtown-ին։ Մենք հասկանում ենք։ Բայց կարող է ճիշտ է նորագյուղ օրինակ եմ ասում, մնա կողքերը կառուցապատել, լավ, դեն շատ ուժեղ եք, եկեք այդ նորագյուղից սկսեք, օրինակ ծրագիրը ներկայացրեք 2 տարի, մենք քննարկենք, հասկանանք, մասնային ցանկային կառավարումը վերջովերնա, պետք է մենք երևանցիների ձենը լսեք, թե չէ, մա չենգավիցիներին լսեք, կենտրոնի բնակիչներին լսեք, մասնագետներ կանչեք, սկսեք սա, սկսեք նա, հետո նոր եկեք նորագյուղի մարդկանց մոտիկ, նորագյուղցիները վստահիցի ձեզ, բայց նորագյուղցիները այսօրվա դրությամբ չի վստահում քաղաքային իշխանություններին, դա է նաև հարցը։ Երևանցիների ձայնից խոսեցիք, վերջին շրջանում ամենաշատ հնչող ահազանգերից մեկը փոսերն են, դուք շատ եք ասում մայթեր, կարող եմ մի օր էլ ասեք փոսեր։ Չէ, չեմ ասում, մեքենա չեմ քշում, իրականում եմ, բայց ես աշխատում եմ ողորմիչ լինել։ Ես շատ կուզենայի հեծանիվ չէ, բայց ես չեմ կարող, որովհետեւ դրա համար շատ ջաղեմ եմ ֆիզիկական շատ չի ներում, որովհետեւ նաև անվտանգ է, վտանգավոր է կներեք։ Բայց դու չես կարող իմաստը որն է, որ ձևական այդ հեծանիվ քշելու կամ հեծանիվից խոսալու, երբ որ 8 տարվա մեջ 100 մետր, բաց են մեր կողբացու դեպքում 100 մետր հեծանվուղի չի եղել, հասկանում եք։ Այդ դա է ամենակարևորը։ Այսինքն եթե մի քաղաք ռեալ ուզում է մի հատ քաղաքականություն տանի, որ ուզում է ժամանակակից լինի եւ այլն, չի լինի, այսինքն քաղաքը էկոլոգիական խնդրեմ ունի։ Աղետ է դառնում, սա արդեն չեմ ասում Նուբարաշենի մասը, չգիտեմ այդ աղբավայրը եւ այլն։ Փոշու խնդիրը, տրանսպորտային խնդիրը, սոցիալական ծանր, այսինքն սղմատ բևեռացում կա։ Հիմա կենտրոնը մենք շատ ուրախացանք, ես ամեն առաջիններից է որ գիտեք մենք անգամ քայլել ենք այդ Պուշկին փողոցը, չգիտեմ Փարպեցին, Կողբացին, ամբողջ այդ սաղ փողոցները, Արամը, Բյուզանդը եւ այլն ուզում ենք որ մայթերը լայնացնենք եւ բիզնեսները։ Ժամանակ 2 հատ կաֆե կար, հիմա արդեն 40 հատ կա, բայց կարա եւս մի 50 հատ լինի։ Բայց սա կարևոր է, որտեղ եթե դու չես կարողանում ճիշտ բալանսի բերես, ինքը դառնում է հարուստների խաղալիք։ Այսինքն կենտրոնը դառնում է ընդհանրապես հարուստների զբաղմունքի տեղ։ Կենտրոնի երեխեք անգամ չեն կարող իրան չեն գիտակի կաֆեն գնալ, դա էլի սխալ է։ Հիմա այսօր այդպես է, հարուստների խաղալիք է կենտրոն։ Բակերում ասում զարգանալ։ Այսինքն որտեվ փողոցի վրա օրինակ վերցնենք Պուշկին փողոցում այդ նույն տարածքը արժի այն ժամանակ 3000, հիմա դառա $10,000, նույն բակում արժի $700 կամ $1000, այսինքն փաբերը ոնց զարգացան Երևանում, այդ որ շատ underground բան կա, չէ՞, այդ կուլտուրան է ժամանակ մի 10-15 տարի առաջ, որովհետև նույն օրինակ Փարպեցի Պուշկին փողոցի վրա, այդ հիմնական այդ փաբերի տեղերն են, հա, մոտակայքում։ Վերևի խանութ արժեր 3000, ներքև արժեր $300։ Եվ դա բնականաբար դա անդրադառնում է, չէ՞, գարեջրի գումարի վրա, չգիտեմ, այդ բանը կլներ, աղանդները կլնեն կամ մնացած ինչ-որ բան, ժամանցի տեղեր, չէ՞, ինքը, բայց ինքը դառավ շատ հետաքրքիր տեղ, որ արդեն տուրիստները սկսեցին գալ մեր փաբերը։ Դա մեր փաբերը ուրիշ ձև դառան։ Եվ հիմա նույնը մենք պետք է կարողանանք անդա տրանսֆորմացվել, բայց չի լինում, որտեղ մեր մոտ շատ դժվար է աշխատում, որտեղ մեր մոտ ի սկզբանե օրենքն է սխալ, որտեղ ի՞նչ է նշանակում, ասենք քաղաքապետի հիմնական ինստիտուտի վերահսկողը դա ավականին է, չէ՞։ Բայց չի կարող լինի, որ ավականին եւ ավականու ղեկավարը եւ քաղաքապետը մի մարդ լինի։ Դա շատ մեծ օրենք։ Նույնիսկ որ վարչապետ եւ ազգային ժողովի նույնը լինի, կան այդպես չէ՞, տարբեր երկրների անունները չտամ, էլի։ Հիմա նույն խնդիրը մեծ մոտ է։ Ու չի կարող ավականու անդամը ամիսը մեկ հավաքվի, անա ջան, դա ծիծաղալ ամիսը մեկ ելեք եսը գիտեք, ընդհանրապես մեկ է մի падգամավորի նախին օգնական, նա մեկ է եսիմում ցուցակով, տենց անկապ անցել իրենք էլ լավ չեն հասկանում ձևական, ասում այսօր նիստ արեցինք ինչ որ բանի հանձնաժողովի եւ այլն։ Չի կարող այդպես լինի, շայրի բախում կա այդտեղ։ Եթե մենք իրոք դեմոկրատական երկիր ենք, չի կարող ճարտարապետության նախագահան ամենայն հարգանք իր հանդեպ, չի կարող լինի քաղաքաշինություն, որտեվ քաղաքային իշխանություն եթե ծրագիր է տանում, որ ակնհայտ, եթե չասեմ սխալ է, բայց մի 10 հատ վիճելի հարց ունի։ Չի կարող այդ մարդը որ ժամանակ ճարտարապետությունը սովետականության ժամանակ, ճարտարապետության նախագահության այդ որոշումից ավելի են վախեցել քաղաքաշին կոմիտեն ժամանակվա, հա, քաղաքաշինության, քաղաքապետարանը, շինարարության նախարարությունը, կառավարությունը, գոսպլանը, որտեվ հեղինակը որտեվ չէին վաճառվում այդ մարդիկ։ Այդ մարդկանց վստահելի էր, ես չեմ ասում միայն վաճառում, բայց դա շահերի բախում կա, պետք է օրենքով արգելել, չէ՞ որտեվ չի կարող քաղաքապետարան աշխատողը լինի ավականու անդամ։ Հիմա նույնն է գալիս է մոտավորապես այս ավականու ֆունկցիաները, չի կարող ավականու անդամը չունենա համապատասխան հմտություններ կամ ինչ-որ գիտելիքներ, կամ էլ հակառակ եկեք դնենք, որ նորագյուղից, կոնդից, Սարիթաղից անդադար իրենց օրինակներն են բերում, որպես հին մեծ թաղամասեր չգնահատված։ Չի կարա Սարիթաղից ներկայացուցիչը պարտավոր լինի ավականու։ Որտեղ հիմա Սարիթաղի կամ նույն նորագյուղի խնդիրներով կամ Կիլիկե, որևէ մարդ չի զբաղվում։ Այդ դա մեծ խնդիր է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Նացականյան։ Ես եմ շնորհակալ։
Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։